Թեղի տեսակի ծառատեսակն է, որ ինձ գլխից հատվում է իջացվում։ Թեղի տեսակի ծառատեսակ զարգացած երկրներում նույնպես որպես այսպես առանձին տնտեղող ծառ չի էլ համարվում։ Այն տնտեղում են իրար շատ կողքի, ինչպես մեր մոտ ողջերային ցփեր, խուզել եւ պատրեշներ ստանալ։ Թեղի տեսակի ծառատեսակը շատ էժան է։ Կարճ կյանքի տևողություն եւ ինչ-որ բարձվեց Երևանի չդիմացող բազմաթիվ հիվանդություններով ծառատեսակ։ Հետևաբար այս խոզման համար նախատեսված ծառերը սովետական ժամանակահատվածում նրանք շատ հեշտ ենթարկվում են խոզումների ձևավորումին։ Դրա համար հաշվի առնելով մենք նրանց կատարում ենք բավականին որը մնացած որից է ծառատեսակի մոտ մենք է բարդիները գործում շտապանում նրանց կյանքի տևողություն ոչ հաճելիների ոչ կաղնիների ոչ սոցիների ոչ ակացիների ոչ մի ծառատեսակի դուք չեք տեսել գլխից իջեցված ծառ դրանք ենթարկվում են սանիտարական էթի նորմաների թեղիները եւ բարդիները որ սպառել են եւ դրանք ծեր են մենք նրանց սաղարթել իջեցնում ենք նրա համար, որ այդ կորելացիոն կապը, այս հեղուկը, որ բակտերիալ ոսկ ամբողջում շիմաների և նավսում մենք որդերը ամբողջ բունը կերել են, այդտեղ փտած են, որպեսզի ինչքանը որ հասցնում եք կարողանա քիչ բարձրության վրա սաղարթը ձևավորել, ինչև մենք նրանք անգլիները ստողության մեջ հավերջ ոչինչ չկա։ Տեսեք, մենք գտնվում ենք ես նույնիսկ չեմ էլ մոտենա ծառերի վրա չեմ բացել, որտեղ ծառերի վիճակը այնքան կատաստրոֆ է, որ այստեղ ձեզ բացատրել բաներ չի։ Դուք ինքներդ նկարեք այս վիճակը, այս փդածությունը, այս ողջունոջը, այս կներեք սաղարթ չկարած, այս օզերը կանգնած ծառերի վրա, մենք ինչու պետք է այս կանաչ հատվածը զբաղացնել, ոչինչ չեմ այս ծառերը։ Առողջ, լսեք, ուրեմն Երևանի քաղաքապետարանը եւ քաղաքային իշխանությունները իդեմս մեր կազմակերպության Երևան քաղաքում իրականացել են բազմաթիվ։ Ես ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ մենք Երևան քաղաքում հիմնել ենք 7 ուրբան անձ։ Հայաստանի նորանկախ պատմության մեջ վերջին 3 տարում հիմնվել է 7 ուրբան, դրանից առաջ ոչինչ չի եղել։ Հենց այսպես պատասխանատվությամբ հայտարարում եմ։ Երևան քաղաքում վերջին 3 տարում ընկնել է 25,000-ից ավել արժեքավոր ծառատեսակներ, որոնք բոլորը կպած են։ Երևան քաղաքը չի խնայել քաղաքային իշխանությունը, որպեսզի Երևանում տնկող ծառերը լինեն ոչ թե այսպիսի շիվեր, որոնք այդպես են ծառ չեն կարող, այլ լինեն այս հաստության կայացած ծառատեսակներ, որոնք բավականին խնայեց, որոնք բավականին նաև շում համար, որտեղ ամեն ինչ քաղաքային իշխանությունները արել են Երևան քաղաքի համար, օր առաջ Երևան քաղաքի այս կատաստրոֆիկ վիճակը բարելավելու եւ որ ամենակարևորն է որ Երևան քաղաքը այլևս ժամանակ չունի այս շիվը տնկելու եւ 10 տարի սպասել որ նա դառնա ծառ որտեղ է բակ եւ հետեւաբար թողեք ես ավարտեմ մի րոպե թողեք ես ավարտեմ նախ հաջորդ անգամ չլսեմ ծառահատում բան ծառահատում մեր կազմակերպությունը չի իրական դուք ճիշտ չեք ասում այստեղ ծառերի փոխարինումը ծառահատումը այլ բան է ծառերի փոխարինումը այլ բան է եւ հետեւաբար եւ հետ բնականաբար դա էլ տրամաբան է այո պետք է հատվեն որ փոխարինվեն եւ հետեւաբար ես ոչ եմ անում ոչ քաղաքային իշխանություններից ոչ կանաչապատման ուղղակի ավելի շատ
բնությունը չսիրի եւ եթե մասնագիտական, գիտական կառույցը որոշել է, որ այս կամ այն փողոցում իրականացնելու է ծառերի փոխարինման աշխատանքներ, ապա պետք է վստահ լինի երևանցի, որ այդ ծառերը պահելու բան չէին, ինչպես էստեղի ծառերը եւ խնդրեմ այդ ընդդիմադիր լրատվամիջոցներին հենց հիմա ձեր ճաշակով եւ առանց որևէ բանի բոլոր ծառերը այսպես մինչև այս փողոցի վերջ նկարեք, թող մեր երևանցիները տեսնեն։ Մենք ամիրյան փողոցում նախ տեսեք կերտ ծառաները, մենք ամենը 2-3 կողմի է, մեկը հավաքանու անդամ Տիկին Վարդանյան, ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, մտեք հիմնովին եմ ասում, որ նա կերտ ծառա, ամիրյան փողոցից հրապարակել է կադրեր, գտել է մի հատված, մի 20-30 մետրանոց, որտեղ ծառեր չկան, դրեք նայեք իրեջ ամբողջ տեսա նյութը այն անկյան տակ է նկարված, որ ամիրյան փողոցում որևէ ծառ չի երևում եւ բղավում բորում գոչում է, որ ամիրյան փողոցում ամբողջ ծառերը կտրված են։ Մի ալարեք, իջեք ամիրյան փողոց, հələ տեսեք ամբողջ ծառերը կտրված են, թե չէ։ Դուք ինչ? Այդ ինչու եք դուք մտածում էկոլոգիական արդյունավետության մասին, իսկ մի կազմակերպություն, որը բաղկացած է 1000 հոգուց, ունի մի 20 գիտնական, մի 50 էլ բուսաբանության մասնագետ, նրանք էկոլոգիական նշանակությունը չեն հաշվի առել, դուք ինձ այդ հարցն եք տալի։ Էկոլոգիական նշանակությունը, նրա ֆունկցիոնալությունը, Երևան քաղաքի դիմացկունությունը, Երևան հանգամանքը, ջրի պահանջի հանգամանքը, գլոբալ տաքացման հանգամանքը, ուրեմն մինչև դուք կկռահեք, էլ ինչերա պետք հաշվի առնել, այդ ամեն ինչը, այդ 100 գիտնականները վաղուց քննարկել են եւ վաղուց հաշվի են առել։ Եվ հետեւաբար երևանցին պետք է իմանա, որ լավագույն բուսաբանության ոլորտի լավագույն մասնագետները կամ աշխատում են Երևանի քաղաքապետարանի մեր հիմնարկում, կամ որպես բարեգործություն Երևանին աշխատում են ստեղծված կազմակերպությանը կիչ գիտատեխնիկական խորհրդում։ Գիտատեխնիկական խորհրդում կա բուսաբանության, ուրեմն ազգային ակադեմիայի թղթակից անդամ, բուսաբանության ինստիտուտի բազմաթիվ պրոֆեսորներ, հողագիտության ինստիտուտի ղեկավարը, ինչքան Հայաստանի Հանրապետությունում քիչ թե շատ բուսաբանության եւ ոլորտի հետ կապ ունեցող բարձրաստիճան գիտնական կա, ինքը այդ խորհրդում է եւ այդ ով կարող է իրանցից շատ մտածել Երևան քաղաքի մասին եւ խոսել Երևան քաղաքի մասին։ Ուրեմն այստեղ հիմա կխնդրեմ բերեն։ Այո, ճիշտ են ասում, հայերի բժշկական կլինիկայի ծառերը հատվել։ 3 այդ տեսանյութը ինձ է։ Ունենք մեկ կեղծարակ ևս, որ իրեն բլոգեր է։ Ուրեմն այդ բլոգերը եկել մտել է այստեղ։ Հատվել են սեփական տարածքում։ Համաձայն Հայաստանի Հանրապետության սեփական տարածքի ընդերքում հողի վրա ինչ կա, տնօրինումը տվյալ սեփականատեր։ Հիմա ոնց դուք եք կարողանում հատել բակի ծիրանի կամ խնձորի ծառը, նույն հաջողությամբ էլ այս մարդն է հատել իր սեփական տարածքում ծառերը։